Երկու ամիս ես մնացի այդ բանդարկյալ վիճակի մեջ, հիվանդանոցում, ինձ բաց թողեցի, ոչ մի բան չգտան, հիմա էլ ես ազատ եմ, մենակ իրավունք չունեմ գնալու Մոսկվայից եւ Մոսկվայի մարզից։ Իսկ տենց, եթե նայես իմ ադվոկատների կամ քննիչական, ոչ մի նոր բան չի ստեղծվել։ Ինձ բռնել են դրա համար, որ ես օգնել եմ ծախել Բաշնեֆտե։ Մենք այդ գործի մասին խոսենք հետո, չեմ ուզում, որ որևէ խնդիր ձեզ մոտ առաջանա։ Իսկ օգնությունը հանցագործություն չի։ Ճիշտ ասած, ես չեմ օգնել։ Դա սխալ են հասկացել։ Ես դեմ էի։ Հեշտ չէր գործ ունենալ ռուսական դատական համակարգի հետ։ Իսկ ինչ եք մտածում, ինչ եք անելու, երբ հանվի այդ արգելքը Մոսկվայից հեռանալու արգելքը, ուր եք մեկնելու։ Գնալու եմ Ղարաբաղ։ Միանշանակ որոշել եք։ Որ մենակ մեր գյուղը չաճի եւ կողքի գյուղերը, շրջանը, Մարտակերտը եւ բոլոր Ղարաբաղը։ Կարող եք պատկերացնել, որ չլինի այդ անվտանգության գոտին, որ Ղարաբաղի շուրջ է, այսինքն տրվեն հանձնվեն Ադրբեջանին այդ շրջանները։ Ես չեմ կարող տես բան պատկերացնել։ Ես օրինակ եթե ինձ ասեն կամ կյանք տա ողջ պետք է մնաս կամ Ղարաբաղը պետք է ազդես, ես Ղարաբաղը կընտրեմ։ Իսկ ինչ եք կարծում, մեր քաղաքական գործիչներն են այդպես մտածում։ Այո։ Ես համոզված եմ։ Հայաստանի ու Ղարաբաղի ղեկավարությունը Ես Ղարաբաղի ղեկավարության մասին եմ խոսում։ Առաջի դեպքում իրանք շատ մեծ պատրիոտ են, իրանց հողի, իրանց։ Իսկ չեն կարող իրենց ստիպել։ Չեն կարող ստիպել։ Կմբոստանան Հայաստանի իշխանությունների դեմ, եթե պետք լինի։ Եթե պետք լինի, Հայաստանցիները հետևյալ փաստարկն են բերում։ Մենք ենք ապրում Հայաստանում եւ մենք պետք է որոշենք, թե ինչպես ապրել, ոչ թե դուք, որ ապրում եք Փարիզում, Լոնդոնում կամ Մոսկվայում։ Դուք Փարիզը, Լոնդոնը։ Հարցն այն է, որ Փարիզից, Լոնդոնից եւ Մոսկվայից զգալի օգնություն է գալիս Հայաստան։ Получается, что эта идея сегодня популярна и Ստացվում է, որ այս գաղափարը այսօր տարածված է նաեւ այստեղ, Մոսկվայում։ Ռուսաստանցի Արա Աբրահամյանը, օրինակ, հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու հայտ է ներկայացրել։ Հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ движение, которое поддерживает. Тем более он имеет и Հատկապես որ Արա Աբրահամյանը ունի սահմանադրական իրավունք, քանի որ նաև Հայաստանի քաղաքացի է ու ղեկավարում է Ռուսաստանի հայերի միությունը, որը միավորում է շուրջ 2 միլիոն հայերի։ Հիմնական տրանսֆերտները Հայաստանի տնտեսության զարգացման համար երկիր են մտնում հենց Ռուսաստանից, եւ եթե այդ փոխանցումները նվազեն կամ ավելանան, դա կազդի թե Հայաստանի տնտեսության, թե Հայաստանի քաղաքացիների բարեկեցության վրա։ Դրա համար էլ չի կարելի բացառել Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին եւ Ռուսաստանի հայ համայնքի, եւ Ֆրանսիայի, եւ Ամերիկայի, նույնիսկ Լատինական Ամերիկայի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը։ Իրատեսական կլինի, եթե սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչները մասնակցեն Հայաստանի քաղաքական կյանքին, ներկայացված լինեն խորհրդարանում։ Именно в законодательную жизнь. Դուք հավատում եք, որ Արա Աբրահամյանը որպես քաղաքական գործիչ կարող է հաջողության հասնել Հայաստանում։ Не хочу ничего сглазить. Չեմ ուզում աչքով տալ։ Մենք չունենք համայնքի ուրիշ ղեկավար։ Մեր ղեկավարը Արա Աբրահամյանն է։ У нас Ара Абрамян. Մենք քիչ առաջ խոսեցինք Արա Աբրահամյանի քաղաքական հայտի մասին, Արա Աբրահամյանի մասնակցության մասին, ընտրություններին, իսկ դուք Լևոն Աբրահամյանը չի ուզում մասնակցել հայաստանյան քաղաքական ընտրություններին, չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, չէ՞ որ դուք մեծ վարկանիշ ունեք Հայաստանում եւ Ղարաբաղում։ Չէ, ես չեմ ուզում մասնակցեմ, ես մենակ ուզում եմ օգնեմ իմ հայրենիքին,